դպրոցներին անդրադարձ կատարեմ, ոնց կարելի է ասենք մտածել, եթե հեռավոր գյուղում ես ապրում, դու կարող ես կրթություն չստանաս կամ կրթությունը քեզ հավասար չէ, այն պայմաններով հասանելի չլինի, որ դու կարողանաս քեզ լիարժեք այս հասարակության կամ պետության մաս կազմես, այսինքն ինչ կա Երևանում բերեք դնենք սարքենք ու ես այնքան գոհ եմ, որ այսօր անկեղծ եմ ասում, Երևանի դպրոցներից գալիս են աշակերտներ, երբեմն բողոքում են, որ դեռ իրանց չի հասել այդ բարեփոխումը, այսինքն չի վերանորոգվել դպրոցը, գուցե մարզադաշտը այդքան լավ վիճակում չէ կամ մարզասրահը, որտեղ իրենք տարբեր խնդիրներ ունեն Երևանում, բայց համայնքից եկած բոլոր աշակերտներին ում հանդիպում են կամ վերանորոգվել է կամ նոր դպրոց է կառուցվել, իհարկե որոշ տեղերում էլի կան խնդիրներ, ասենք շինարարի հետ կապված, գուցե մի քիչ ուշանում է բան, բայց այն որակի դպրոց է կառուցվում, որ ուղղակի այսպես երազանք էր մեր ժամանակ, երբ որ մենք սովորում ենք նման պայմաններում սովորեինք դպրոցում։ Իրապես այսօր շատ կարևոր է հենց համայնքները զարգացնելու առումով։ Ես հասկանում եմ իրանց տրամաբանությունը, իրանք չէին ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինի կիրթ, զարգացած, որպեսզի կարողանա ամբողջությամբ վերլուծի եւ հասկանա այն ամբողջ դավադրական process-ը, որ իրականացվում էր հայ ժողովրդի նկատմամբ, բայց իրենց հաշվարկներում սխալվեցին, ամեն դեպքում մենք գնալու ենք այդ ճանապարհով եւ ով որ ասում է, որ դպրոց կառուցել է թալան է, դա ուրեմն ինչքան բան պետք է ունենա նման եզրակացության գալու համար յուրաքանչյուր քաղաքացի մեր համար կարևոր է եւ յուրաքանչյուր քաղաքացու կրթվածությունը մեր ապագայի համար է միտված։